Սիրելի աշակերտներ, այսօր փորձենք մաթ հայտարարել ձիով և փղով։ Շախմատային աշխարհում այն համարվում է ամենաբարդ դրվող մատներից։ Համացանցում կարելի է տեսնել այսպիսի հումորային նկարներ այդ թեմայով։ Սակայն գոյություն ունի համակարգված մոտեցում, ըստ որի մենք կարող ենք ձիով, փղով և իհարկե արքայով համագործակցել, ճիշտ համագործակցել և խաղը հասցնել հաղթանակի։ Հիմա տեսնենք ինչպես։ Առաջինը հարկավոր է, որ մրցակցի արքան լինի անկյունում կամ նրա հարակից դաշտերում։ Հաջորդը հարկավոր է հաշվի առնել մեր փղի դաշտի գույնը։ Եթե մենք ունենք սպիտակադաշտ փիղ, ուրեմն մատ կարող ենք հայտարարել այն անկյունում, որն ունի սպիտակ դաշտ, այս բառագամ out դաշտում։ Ինչու՞, որպեսզի փիղը վերջնական դիրքում կարողանա գրոհել այդ դաշտը, և վերջնական մատային դիրքը կարող է լինել հետևյալը, ահա այսպես. շախ և մատ։ Ինչպես տեսնում ենք, մեր արքան և ձին միասին ամբողջությամբ սահմանափակել են մրցակցի արքային, փիղն իր հերթին հայտարարում է հաղթական շախը, շախ և մատ։ Նույն հաջողությունը մենք կարող ենք ունենալ, եթե հակառակորդի արքան լիներ H1 դաշտում, ինչու, որովհետև այն նույնպես սպիտակ դաշտ ունեցող անկյուն է, և մենք ունենք սպիտակադաշտ փիղ։ Այո, մատային դիրքը հնարավոր է, ենթադրենք այսպես. սա նույնպես մատային դիրք է։ Եթե արքան գտնվեր սև դաշտ ունեցող անկյունում, այս դեպքում մենք ունենալով սպիտակադաշտ փիղ երբևէ չենք կարող նրան հայտարարել մատ։ Հարկավոր է, որ մեր փիղը լինի սևադաշտ։ Այո, այս դեպքում նույնպես մատային դիրքը հնարավոր է։ Մենք ունենք սևադաշտ փիղ, շախ և մատ։ Մենք գրոհեցինք, կարողացանք գրոհել այն անկյունը, որն ունի սև դաշտ։ Մինչ այլոց, եթե մենք ուշադրություն դարձրեցինք, ուժեղ կողմի արքան մշտապես գտնվում է անկյունից ձիու քայլի հեռավորության վրա։ Եվ այս կոնստրուկցիան, երբ արքան և ձին միասին են, նրանք ամբողջությամբ կաշկանդում են, խոչընդոտում են մրցակցի արքայի շարժը։ Այս դեպքում հարկավոր է, որ ենթադրենք դիրքը հետևյալն է, տեսեք, հակառակորդի արքան ընդհանրապես չի կարող շարժվել։ Եթե քայլը լիներ այստեղ սևերինը, սա ոչ ոքի է, պատային դրություն, որովհետև արքան չի կարող շարժվել։ Հարկավոր է ցուցաբերել զգուշություն և նման դիրքում այնպես անել, որ քայլը լինի մերը, ուժեղ կողմինը, որպեսզի մենք հայտարարենք շախ և արդեն գիտենք, որ հակառակորդը քայլելու ոչ մի տարբերակ չունի, շախ և մատ։ Եթե արքան ամեկ անկյունում է, այն սև անկյուն է և հարկավոր է սևադաշտ փիղ։ Սա նույնպես մատային դիրք է։ Տեսեք, կրկնվում են օրինաչափությունները։ Մեր արքան, ուժեղ կողմի արքան, գտնվում է անկյունից ձիու քայլի հեռավորության վրա։ Սա լավագույն դիրքն է ուժեղ կողմի արքայի համար, որովհետև նա հնարավորինս սահմանափակում է հակառակորդի շարժը։ Խնդրեմ, ձիու հետ միասին ամբողջությամբ նրան կաշկանդել են։ Ի դեպ, պարտադիր չէ, որ արքան լինի հենց անկյունում, գուցե նրա հարակից 1-2 դաշտերում։ Խնդրեմ, ենթադրենք սև արքան գտնվում է i7 դաշտում, վերջնական դիրքը կարող է լինել հետևյալը, ենթադրենք այսպես. տեսեք, փիղը գրոհել է սպիտակ դաշտ ունեցող անկյունը, ամբողջությամբ մրցակցի արքան անշարժացած է և ձին նրան հայտարարել է հաղթական շախը։ Մեր արքան գտնվում է անկյունից ձիու քայլի հեռավորության վրա։ Բոլոր օրինաչափությունները համընկնում են, կամ կարող է լինել հետևյալ դիրքը։ Ուրեմն ոչ միայն անկյունում, այլ նաև հարակից դաշտերում կարող է գտնվել մրցակցի արքան։ Խնդրեմ, մատային դիրք, մեր արքան անկյունից ձիու քայլի հեռավորության վրա է։ Ենթադրենք, սև արքան գտնվում է H7 դաշտում, վերջնական դիրքը այսպիսին կարող է լինել. մեր արքան, ինչպես տեսնում ենք, լավագույն դիրքում է գտնվում, և սա վերաբերում է բոլոր դրություններին։ Ձիու քայլի հեռավորության վրա և այսպես ենթադրենք շախ և մատ։ Այսպիսով մենք նշեցինք բոլոր դաշտերը, որտեղ պետք է գտնվի
հակառակորդի արքան վերջնական մատային դիրքերում։ Հիմա նշենք այն դաշտերը, որտեղ պետք է գտնվի ուժեղ կողմի արքան վերջնական մատային դիրքերում։ Խնդրեմ, անկյունից ձի ու քայլի հեռավորության վրա, փաստորեն կամ B6 կամ C7 դաշտերում, անկյունից ձի ու քայլի հեռավորության վրա։ Եվ այսպես բոլոր դեպքերում, որտեղ գտնվում է հակառակորդի արքան։ Հիմա կանաչով նշեցինք ուժեղ կողմի արքայի վերջնական դիրքը։ Ուրեմն ընդունենք այս պատկերը որպես հիշողության քարտեզ, ուրեմն թույլ կողմի արքայի դիրքը և ուժեղ, թույլ կողմի արքայի դիրքը և ուժեղ, և դա բոլոր պարագաներում։ Եվ իհարկե առաջինը մենք ի սկզբանե հաշվի ենք առնում փղի դաշտի գույնը։ Սևադաշտ փղի դեպքում մատ կարող ենք հայտարարել ամեկ դաշտի հարևանությամբ և ամեկ դաշտում, ինչպես նաև հաշուտ դաշտի հարևանությամբ, եթե փիղը սպիտակադաշտ է, միայն աութ դաշտի և H1 դաշտի հարակից վանդակներում, դաշտերում։ Հիմա ենթադրենք ունենք սույն դիրքը, մենք ունենք սպիտակադաշտ փիղ և մրցակցի արքան գտնվում է սպիտակ դաշտ ունեցող անկյունի հարակից դաշտերում, սա մեզ համար նպաստավոր դիրք է։ Մեր արքան ձի ու քայլի հեռավորության վրա անկյունից, հիմա սևերը փորձելու են հեռանալ իրենց արքայով դեպի սև դաշտ ունեցող անկյուն, որտեղ նրանց ոչինչ չի սպառնում, և հարկավոր է այս շարժը թույլ չտալ, ինչպես հսկելով C8 դաշտը, որպեսզի այս քայլը հնարավոր չլինի։ Իհարկե դա հնարավոր է փղով։ Մենք ունենք սպիտակադաշտ փիղ և մենք հսկում ենք սպիտակ դաշտը։ Փիղ և 6, սահմանափակեցինք արքայի փախուստը, այժմ սևերը չեն կարող հեռանալ դեպի հաշուտ անվտանգ դաշտը։ Սևերի միակ քայլը արքա աութն է, տեսեք մեր արքան որքան կարևոր դիրք է զբաղեցրել, և պատահական չէ, որ սա նշվում է լավագույն դիրք անկյունից ձի ու քայլի հեռավորության վրա։ Սևերով արքա աութ, և հիշենք, որ արքան և ձին միասին ամբողջությամբ, խնդրեմ, սահմանափակում են մրցակցին, բայց այս դեպքում քայլը սևերինն է, և նրանք չեն կարող կատարել որևէ քայլ, փաստորեն ստացվեց ոչ ոքի պատ, իսկ մենք պետք է դրանից խուսափենք, ունենալով առավելություն չկարողացանք խաղը հասցնել հաղթանակի։ Նման դեպքերում, որպեսզի քայլի հերթը փոխանցենք մրցակցին, մենք կատարում ենք շատ կարևոր սպասողական քայլ։ Իմիջիայլոց սպասողական քայլ նման դեպքերում կատարում են միայն փղով և արքայով, երբեք ձիով սպասողական քայլ չենք անում։ Որն է սպասողական քայլը։ Մենք կատարում ենք որևէ չեզոք քայլ, որը չի փոխում դիրքի էությունը։ Օրինակ փիղը շարունակում է հսկել C8 կարևոր դաշտը, որ սև արքան չդիմի փախուստի և ի վերջո հայտնվի հաշուտի մոտ։ Կատարելով որևէ քայլ, տեսեք, մենք կարող ենք նույնիսկ քայլել H3 և հեռվից հսկել C8 կարևոր դաշտը, գուցե նաև G4 կամ F5, ինչու ոչ, նաև D7, բայց ոչ C8, որովհետև այստեղ մենք հարվածի տակ ենք։ Փիղ D7, հսկում ենք փախուստի դաշտը։ Սևերի միակ տարբերակը արքա B8-ն է, և այստեղ մենք արդեն կարող ենք ստեղծել ահա այս կոնստրուկցիան, երբ արքան և ձին կողք կողքի են, և տեսեք ձին քայլ կատարեց շախով, որտեղ կա շախ, այնտեղ չկա պատ։ Ձի ավեց շախ, արքա աութ, և մենք ստացանք նույն այս դրությունը, բայց արդեն քայլը մերն է, ոչ թե մրցակցինը, երբ խաղը ավարտվում էր պատով, ոչ ոքիով, այլ արդեն մերն է, և մենք գիտենք, որ սև արքան ընդհանրապես չի կարող շարժվել, բավական է նրան հայտարարել մեկ շախ, որը կավարտվի մատով։ Վերադառնանք, ուրեմն սույն դիրքում, որպեսզի չլիներ պատ, մենք կատարում ենք սպասողական քայլ, մեր նպատակն էր հսկել C8 դաշտը, և դա հնարավոր էր անել թե քայլելով H3,
Նույնպես հսկեցինք C8 դաշտը, սա սպասողական քայլ էր, մենք ոչինչ չփոխեցինք, մենք կատարելով մեկ քայլ, քայլի հերթը փոխանցեցինք C-վերին, որպեսզի նագահ ենթադրենք B8 և ստանա շախ։ Սպասողական քայլ կարող է լինել G4-ը, նորից հսկում ենք C8 դաշտը, F5-ը, մենք խաղացինք D7, սա այս բոլորը սպասողական քայլեր էին։ Սպասողական քայլեր տարբեր լեզուներով выжидательный ход ռուսերեն և awaiting move անգլերեն լեզվով։ Իսկ ինչ եթե սևերը գտնվում են սև դաշտ ունեցող անկյունում, բայց մեր փիղը սպիտակադաշտ է։ Այս դեպքում մենք երբեք նրան չենք կարող մատ հայտարարել հաշուտ անկյունում։ Հարկավոր է նրան հրավիրել կամ out դաշտ կամ H1։ Եվ դա անելու համար հարկավոր է նրան հարցնել, իսկ որ կողմը դուք կնախընտրեիք։ Մենք կանգնում ենք այսպիսի անկյունագծով հանդիպակաց դիրք ենք զբաղեցնում և տեսնում ինչպես կխաղա մրցակիցը։ Նախ մենք խլեցինք նրանից G7 դաշտը։ Հիմա արքան կարող է շարժվել կամ G8 կամ H7։ Եթե նա քայլեց H7, նա մասամբ մոտիկացավ H1 դաշտին, մեկ քայլով մոտիկացավ, և մենք նրան կուղղորդենք ահա այս ճանապարհով, որպեսզի ստիպենք գալ H1, այստեղ նրան սպասում է մատ։ Հիշեցնեմ, մենք ունենք սպիտակադաշտ փիղ։ Եթե մրցակիցը խաղաց G8, խնդրեմ, նա արդեն ցույց է տալիս, որ կարծես թե իր քայլով, որ մոտիկացավ out դաշտին, և մենք նրան այս ճանապարհով կուղղորդենք, կճանապարհենք։ Ինչպես, նախ հսկենք H7 դաշտը, որպեսզի նա չմտափոխվի և չվերադառնա։ Դա կարելի է անել փիղ G6 քայլով։ Այժմ տեսեք որքան դաշտեր են փակ, խնդրեմ։ Եվ սև արքան մնաց եզրագծում։ Իհարկե նա փորձելու է իրեն պահել մոտ սև անկյունում, սև դաշտ ունեցող անկյունում։ Այստեղ նրան ոչինչ չի սպառնում, մեր փիղը սպիտակադաշտ է, չի կարող նրան այստեղից հանել, նա նույնիսկ չի էլ տեսնում, որ այստեղ կա արքա, նա սև դաշտերը չի տեսնում, մեր սպիտակադաշտ փիղը։ Արքան նույնպես չի կարող հանել, սա խաղի կանոններին չի համապատասխանում, միակ խաղաքարը, որ կարող է հակառակորդի արքային ստիպել դուրս գալ այստեղից, դա ձին է, քանի որ ձին գրոհում է բոլոր գույնի դաշտերը։ Հիմա տեսնենք ինչպես կարող ենք նրան հայտարարել շախ և հսկել H8 դաշտը։ Գծենք ձիու երթուղին, ահա և այն։ Ուրեմն ձի E5, քայլի հերթը սևերին է, արքա G8, սա միակ քայլն է, ձի F7, մենք հսկեցինք H8 դաշտը, ահա այս երթուղով, այժմ արքան չի կարող վերադառնալ ապահով սև դաշտ ունեցող անկյուն, հիշենք նա այստեղ ապահով էր, նա ստիպված խաղալու է արքա F8, սա միակ քայլն էր, և այստեղ մեզ արդեն կսկսի օգնության գալ հետարքիր մի հնարք, այստեղ մեզ օգնության կարող են գալ W և T տառերը։ Ի դեպ տառերը կարող են լինել ահա այսպես շուռ տված։ Հիմա ստեղծենք այդ լատիներեն T տառը։ Փիղ H7, ինչու ենք խաղում փղով H7, որպեսզի արքան չվերադառնա սև ապահով անկյուն, սևադաշտ ապահով անկյուն։ Այս ճանապարհը պետք է խոչընդոտելի։ Փիղ H7-ով մենք թույլ չենք տալիս, որ արքան մոտենա սև դաշտին։ Եվ տեսեք, մենք ստեղծեցինք T տառը, լատիներեն ահա այս T տառը շուռ տված։ Սա առաջին մեր հնարքն էր։ Արքա E8, սա միակ ճանապարհն է, և T տառից հետո ժամանակն է գծել ձիով W տառը։ Հա և այն։ Իհարկե մենք մեխանիկորեն բոլոր այս քայլերը չենք անում, մենք հետզհետե մոտենալու ենք նաև արքայով։ Հիմա տեսնենք։ Ձի E5, նախ ինչպես տեսնում ենք, արքան E8-ից պատրաստվում է դիմել փախուստի D7-ով և նորից շարժվել դեպի անմեկ անվտանգ դաշտ։ Եվ ձիու այս W-ի ոտիկը առաջին, ձի E5 քայլը թույլ չի տալիս։ Խնդրեմ, մենք հսկեցինք D7 դաշտը, հիմա սև արքան չի կարող փախչել։ Եվ նորից նա մնաց եզրագծում։ Տեսեք ճանապարհները փակ են։ Հավանաբար կփորձի վերադառնալ անվտանգ H8 անկյուն, մենք առաջին W ոտիկի առաջին քայլը արել ենք, հիմա կատարենք երկրորդ քայլը։ Ձի D7
Եվ փորձենք մեկնաբանել այս քայլը։ Ձիդեյոց շախ, այստեղ ճանապարհը փակ է, բոլոր ճանապարհները փակ են, խնդրեմ, միակ ստիպողական քայլը։ Ուրեմն W այս առաջին ոտիկը լրիվ արդարացված էր։ Ձիդեյոց շախ եւ ստիպված արքան քայլելու է E8։ Հիմա չենք շտապում W քայլի երկրորդ ոտիկը դեռևս չենք շտապում կատարել։ Մեր ձին հարվածի տակ է եւ հիշենք, որ բոլորը պետք է համագործակցեն։ Ժամանակն է մոտենալ արքայով։ Մենք ձին այստեղից չենք հեռացնում, այլապես կդադարենք հսկել F8 դաշտը եւ սև արքան նորից կփորձի մոտենալ H8 դաշտին։ Ձին հսկում է F8-ը եւ մենք մոտենում ենք արքայով պաշտպանելու ձիուն։ Արքա E6։ Պաշտպանեցինք ձիուն, որը կատարում է կարևոր հանձնարարություն։ Նա չի թողնում, որ սև արքան հասնի H8։ Այստեղ միակ քայլը արքա D8-ն է, ճանապարհները փակ են նորից, եւ պատրաստվում է նորից փախչել, տեսեք, ահա այս ճանապարհով նա պատրաստ է մոտենալ սև դաշտ ունեցող անկյունին, այստեղ նա ապահով է, թույլ չտանք, ինչով իհարկե ձին չի կարող հարակից դաշտը պահել, փիղը սպիտակադաշտ է, իսկ ցեո դաշտը սև դաշտ, իհարկե արքայով, նորից մոտեցանք արքայով, արքա D6, խնդրեմ, եւ թույլ չենք տալիս, տեսեք, նորից պահեցինք մրցակցի արքային եզրագծում, սևերը հավանաբար կվերադառնան E8, քանի որ այստեղից մոտիկ է սև դաշտը, սև անկյունը, սակայն ճանապարհը հիմա նաև կարող է փորձել փախուստի դիմել F7 դաշտով։ Հսկենք F7 դաշտը եւ ստեղծենք հերթական T տառը։ F7 դաշտը կարելի է հսկել փղով, սպիտակադաշտ փղով, ահա այսպես։ Եվ փիղը հայտնվելով F7-ում նորից կգծի լատիներեն այդ T տառը, ահա այսպես։ Ուրեմն փիղ G6, շախ, արքան ստիպված պետք է փախչել, ուշադրություն դարձնենք մեր ձիու եւ արքայի օգտակար դիրքերին, արքա D8 եւ նորից մենք ստեղծում ենք լատիներեն, խնդրեմ, ահա այս T տառը, լատիներեն, տեսեք T տառը կրկնվեց։ Քայլը սևերինն է եւ միակ քայլը դա արքա C8-ն է եւ հիշենք մեր ձիու երթուղին, ահա W առաջին ոտիկը մենք կատարել ենք, ժամանակն է կատարել երկրորդ ոտիկը։ Նախ թույլ չտալով, որ սև արքան դիմի փախուստի, եւ այո, W-ի այդ ոտիկը մեզ թույլ է տալու, ուրեմն ձի C5, հսկեցինք փախուստի դաշտը, արքա D8, արքան գիտի, որ իրեն այստեղ սպառնում է մատ, նա ամեն կերպ փորձելու է հեռու մնալ այս սպիտակ դաշտից, մենք ունենք սպիտակադաշտ փիղ, նա գիտի դրա մասին, արքա D8 եւ W ոտիկը մենք լրացնում ենք մինչև վերջ, ձի B7 շախ, խնդրեմ, տեսեք, բոլոր ճանապարհները փակ են այստեղ, խնդրեմ, միակ ստիպողական քայլը դա արքա C8-ն է։ Ուշադրություն դարձնենք մեր ձին լրիվ կատարեց իր W հնարքը, ընթացքը։ Սևերը մոտեցել են ձիուն հարվածելու, պաշտպանում ենք ձիուն, արքա C6 եւ մոտենում մեր արքայով։ Հիշեցնենք, որ ձին այստեղ կարևոր է, նա թույլ չի տալիս, որ սև արքան մոտենա իր համար նախընտրելի անկյունին։ Մոտեցանք, պաշտպանեցինք ձիուն, արքա B8 միակ քայլն է, նորից շտապում է այսպես դիմել փախուստի, թույլ չենք տալիս հսկելով A7 դաշտը, արքա B6, խնդրեմ, սև արքան շարունակեց մնալ եզրագծում, փորձելու է հեռանալ վտանգավոր սպիտակ անկյունից, արքա C8, թույլ չենք տալիս, հիմա կարող է այսպես դիմել փախուստի։ Մենք փիղը նորից բերում ենք, ահա D7, որպեսզի ստեղծենք T տառը, լատիներեն T տառը։ Փիղ E6, շախ եւ մենք հսկեցինք միակ փախուստի դաշտը։ Հիմա սև արքան չի կարող դիմել փախուստի։ Ճանապարհները փակ են։ Արքա B8 եւ ստեղծում ենք T տառը, խնդրեմ, ստեղծեցինք լատիներեն T տառը, շուրտված։ Արքա A8 ստիպված ի վերջո նա հայտնվեց իրեն համար վտանգավոր դաշտում։ Հիմա ինչպես ձիուն բերենք արքային կողքին, որպեսզի ստանանք ահա այս կառույցը եւ բացենք մեր փղի ճանապարհը։
Ձին պետք է գա A6, կարելի անել հետևյալ կերպ. ձից է 5, արքա B8, միակ քայլն է, փիղը հսկում է նրա փախուստը, մեր արքան գտնվում է ճիշտ դիրքում, քանի որ անկյունից ձի ու քայլի հեռավորության վրա է, տեսեք, համընկնում են օրինաչափությունները, բոլորը պահպանվեցին։ Ձի A6, շախ, շախով մտանք։ Միակ քայլը արքա A8, այս կոնստրուկցիան հիշեցինք, արքան ի վերջո հայտնվեց մեզ համար նպաստավոր սպիտակ անկյունով դաշտում, և մենք ունենք սպիտակադաշտ փիղ, շախ և մատ։ Այսպիսով համառոտ մենք տեսանք, որ կողմի վրա է շարժվում արքան, ահա այս կողմի վրա, և սկսեցինք նրան ուղղորդել։ Ձիով դուրս բերեցինք անկյունից, ստեղծեցինք ներողություն T տառը շուռ տված, հետագայում ձիով W ընթացքը, համագործակցեցինք արքայով, շարունակեցինք ստեղծել T տառը և ապա ձիով W ընթացքը։ Պարբերաբար մենք համագործակցում ենք, օգնում ենք մեր արքայով։ Խնդրեմ նորից լատիներեն T տառ շուռ տված, այս դեպքում ձիով փորձեցինք հայտնվել արքայի կողքը, որպեսզի կաշկանդենք մրցակցի արքային, և հայտարարեցինք մատ։ Հիմա անդրադառնանք վարժություն տետրերին և փորձենք կիրառել նույն մոտեցումները։ Տրամագիր 1-ում մատ հայտարարենք երկու քայլից, մեր արքան, ինչպես տեսնում ենք, բարենպաստ դիրքում է, այսինքն անկյունից ձի ու քայլի հեռավորության վրա։ Փիղը թույլ չի տալիս, որ սև արքան դիմի փախուստի, և հիշենք այս կոնստրուկցիան, երբ ձին և արքան կողք կողքի են, նրանք սահմանափակում են հակառակորդի շարժը, դա տեղի ունեցավ շախով։ Ուրեմն ձի հաշվեց, շախ, արքայի միակ նահանջը հաշվուցն է, սև դաշտի անկյուն, և մենք ունենք սևադաշտ փիղ, փիղ E5 և մատ։ Տրամագիր 2-ում մատ հայտարարենք 3 քայլից, նախ ցույց տանք, որ խաղում ենք սևերով, դրեցինք բազմակետ, ու այստեղ կա մի քանի տարբերակ, եկեք ընտրենք մեզ արդեն ծանոթը։ Ուրեմն ձին բերենք արքայի կողքը, որպեսզի ստեղծենք այս փոքր եռանկյունին, նաև բացելով փղի ճանապարհը։ Հիմա ձին կարող է գալ A3, այսպիսի երթուղով, ձից է 4, գրեցինք, բացեցինք փղի ճանապարհը, և տեսեք փիղը և արքան միասին թույլ չեն տալիս, որ սպիտակները դիմեն փախուստի։ Այստեղ միակ քայլը արքա A1-ն է։ Արքա A1, հիմա բացում ենք ձի ու ճանապարհը, և դա անում ենք հայտարարելով շախ, փիղ B2, շախ, միակ քայլը արքա B1-ն է սպիտակների կողմից, և ինչպես պլանավորել ենք, ձի A3 և մատ։ Իհարկե այստեղ կարելի է նաև D2-ից մատ հայտարարել, կարող եք գրել ինքնուրույն ցանկացած տարբերակ, ձի A3 մատ։ Իհարկե դուք կարող եք փղի ճանապարհը բացել խաղալով ձի A4, նույնպես, խնդրեմ, արքայի միակ սպիտակների պատասխանը արքա A1-ն է, նորից շախ, և նորից այս անգամ արդեն C3-ից մատ։ Իսկ գուցե դուք ցանկանայիք ձի D1-ով բացել նորից փղի ճանապարհը արքայի, միակ քայլը արքա A1-ն է, նորից շախ, և նորից ձի C3 մատ, այստեղ տարբերակները շատ են։ Եվ տրամագիր 3-ում մատ հայտարարենք արդեն 4 քայլից, խաղում ենք սևերով, նշեցինք, հիմա մենք ունենք սպիտակադաշտ փիղ, հարկավոր է արքային մղել, այո, սպիտակ դաշտ ունեցող անկյուն։ Հիմա սպիտակների արքան կցանկանան դիմել փախուստի և հայտնվել A1 դաշտում, այստեղ սև անկյուն է և նրանց ոչինչ չի սպառնում, հարկավոր է թույլ չտալ, փիղ B5, և մենք հսկեցինք ահա այս հնարավոր փախուստը։ Այսպիսով առաջին քայլով փիղ E8-ը B5, սպիտակների միակ քայլը արքա H1-ն է, գրեցինք, հիմա մեր ձին հեռու է, հարկավոր է նրան բերել, հիշում եք այս կոնստրուկցիան, արքան և ձին կողք կողքի, ձի G5,
սպիտակների միակ պատասխանը արքաժեմ 1-ն է, մենք նաև նշենք, որ մեր արքան գտնվում է անկյունից ձիու քայլի հեռավորության վրա, զբաղեցնում է շատ բարենպաստ դիրք։ Ուրեմն այսպիսով արքային դեռևս ձեռք չենք տալիս։ Մենք պլանավորել ենք, որ ձիով գալու ենք H3 եւ դա տեղի է ունենալու շախով, չենք վախում պատից։ Եթե սպիտակների արքան լիներ H1 դաշտում, այո, այս քայլը կբերեր պատային դիրքի, բայց որտեղ կա շախ, չկա պատ։ Ձի H3 շախ, արքայի միակ նահանջը H1-ն է, գրեցինք, եւ արքան եւ ձին ամբողջությամբ փակել են բոլոր ճանապարհները, քայլը սևերինն է, ունենք սպիտակադաշտ փիղ, շախ եւ մատ։ Ձի ցևեց մատ, ներողություն, փիղ ցևեց մատ։ Շարունակում ենք դաս 35 տրամագիր 1, այստեղ հարկավոր է նշել արքային որ անկյունը տեղափոխել, ամեկ թե out։ Ինչպես տեսնում ենք, մենք ունենք սպիտակադաշտ փիղ, սա նշանակում է, որ մատ կարող ենք հայտարարել, եթե մրցակցի արքան լինի սպիտակ անկյունում, սպիտակ դաշտ ունեցող անկյունում, փաստորեն out դաշտն է։ Ներկեցինք ճիշտ պատասխանը, հիմա ինչպես սև արքային ուղարկել դեպի out դաշտ, թույլ չտալով, որպեսզի նա մոտենա դեպի ամեկ իրեն համար ապահով դաշտ։ Ահա այս երթուղին պետք է ընդհատել։ Դա կարելի աներ իհարկե փղով, փակելով նրա ճանապարհը։ Խնդրեմ, փակեցինք, հիմա սև արքան չի կարող փախչել մեզանից։ Ուրեմն առաջին քայլով փիղ B3 եւ սևերի միակ քայլը արքա A6-ն է։ Այստեղ նաև նշենք, որ փիղ B3-ով մենք ստեղծեցինք մեզ արդեն ծանոթ լատիներեն տետառը, հիշում եք։ Եվ արքա A6-ից հետո, տետառից հետո ժամանակն է խաղալ W։ Եվ այստեղ այդ W սկիզբը արդեն ձին կատարել է, մնում է երկրորդ մասը, այստեղ արդեն W տառն է շուռ տված։ Խնդրեմ, ձի D6, մենք հսկում ենք այստեղից B7 դաշտը, որպեսզի սև արքան չդիմի փախուստի եւ շարունակի մնալ եզրագծում։ Նախ նշենք սևերի քայլը, արքա A6 եւ ապա մեր ձի D6 քայլը, այս W-ի ոտիկը։ Խնդրեմ, ուրեմն արքան մնաց եզրագծում, եւ ձին հսկեց, ահա կատարեց իր W վերջին տառը։ Նորից փորձելու է վերադառնալ, շարունակում ենք W այս ոտիկը, ահա այս ոտիկը շարունակում ենք։ Շախ, այստեղ փակ է, ճանապարհները փակ են, ստիպված պետք է անցնի A6 դաշտ։ Ձին հարվածի տակ է, հարկավոր է արդեն համագործակցել արքայով։ Տեսեք, ձին պաշտպանում է, որ արքան ետ չվերադառնա։ Արքա 7, շարունակում ենք արքայով պահել եզրագծում մրցակցի արքային, արքա 6, ստեղծում ենք լատիներեն տետառը, շախ, լատիներեն տետառը, ահա, արքան ստիպված պետք է քայլի out, հիմա ձիուն բերենք, տեղադրենք արքային կողքին։ Այս ձևաչափը մեզ արդեն ծանոթ է։ Ինչպես կարող է ձին գալ C8, ահա այսպես, D6-ով, ձի D6, արքա 7, ձի C8 շախ, արքան եւ ձին կողք կողքի են եւ հնարավորինս սահմանափակում են մրցակցի արքայի շարժը եւ մատ։ Եվ երկրորդ տրամագրում սևերով գտնենք լավագույն շարունակությունը, գուցե կարողանանք միջև մատային դիրք գրել։ Այստեղ նկատելի է ձիու W տառը, այն լրիվ շուռ տված է 180 աստիճան եւ խնդրեմ վերջին ոտիկն է մնում ձիով կատարել։ Տեսեք, երբ ձին գտնվում էր E2-ում, այդ դեպքում մենք ունեցել ենք լատիներեն T տառը շուռ տված։ Հիմա W-ի ոտիկն ենք անում, ուրեմն առաջին քայլով նախ գրում ենք բազմակետ եւ ցույց տալիս սևերի քայլը։ Ձի G2 շախ, ահա այս քայլը, W վերջին ոտիկը։ Սպիտակ արքան գտնվում է եզրագծում, նա չի կարող հեռանալ, տեսեք բոլոր դաշտերը պաշտպանված են, արքա F1, սա միակ պատասխանն է։ Եվ մեր ձին հարվածի տակ է, ժամանակն է համագործակցել մեր արքայով, գալ պաշտպանել ձիուն, որը կատարում է կարևոր աշխատանք, թույլ չի տալիս,
որ սպիտակ արքան նահանջի դեպի սև դաշտ ունեցող անկյուն։ Մենք ունենք սպիտակադաշտ փիղ, մեր նպատակն է սպիտակների արքային բերել սպիտակ անկյունով, սպիտակ դաշտով անկյուն։ Ուրեմն, պաշտպանեցինք ձիուն, արքա E3-ը F3։ Սպիտակների միակ քայլը արքա G1, բոլոր դաշտերը փակ են։ Թույլ չենք տալիս, որ սպիտակ արքան դիմի փախուստի, պաշտպանում ենք և ձիուն, և H2 դաշտը, և ստիպում, որ մրցակցի արքան դուրս չգա եզրագծից։ Ուրեմն, արքա F3-ը G3, ահա այս քայլը, սպիտակները փորձելու են հնարավորինս հեռու մնալ H1 դաշտից, այստեղ նրանց մատ է սպառնում։ Արքա F1 կփորձեն փախչել 4-րդ քայլով, հիմա կա փախուստի դաշտ։ Մենք ստեղծում ենք լատիներեն T տառը, փիղ D3, շախ, արքա G1 ստիպողական քայլն է, և խնդրեմ փիղ E2, իդեպ երբ մենք ստեղծում ենք T տառը, ահա այսպես, սա նույնպես սպասողական քայլ է, տեսեք մենք չենք փոխում դիրքի էությունը, մենք ինչպես հսկում ենք F1 դաշտը, այդպես էլ մեկ քայլ անելուց հետո շարունակում ենք հսկել F1 դաշտը։ Փիղ E2, ստեղծեցինք լատիներեն T տառը շուռ տված, սպիտակների միակ նահանջը արքա H1 է, և ժամանակն է ձիուն բերել H3, որպեսզի կողք կողքի արքայի հետ հնարավորինս սահմանափակի հակառակորդի արքային, ինչպես ձիուն բերել H3, գուցե այսպես։ Ձի F4, ձի G2 F4, սպիտակների միակ քայլը արքա G1 է, մենք ինչպես պլանավորել ենք ձիուն բերեցինք H3, դա տեղի ունեցավ շախով, այսինքն պատ ստեղծել այստեղ հնարավոր չէր, արքա H1 միակ պատասխանը, մրցակցի արքան լիովին կաշկանդված է, բայց քայլը մերն է, և մենք վերջին քայլով, փիղ F3 քայլով հայտարարում ենք մատ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։